Էկոնոմիկայի նախարարության ընդհանուր բյուջեի կեսից ավելին բաժին է ընկնելու գյուղոլորտին։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Կառույցը կշարունակի աջակցել ոլորտի ընկերություններին եւ տնտեսվարողներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց, թե ծրագրերի մոնիտորինգն ինչպես է արվում հասկանալու դրանց արդյունավետությունը։ Արդյունքները գնահատելու լավագույն ցուցանիշն ըստ նախարարի արտահանումն է։ Եթե մեր արտահանումը աճում է, այսինքն մեր երկրից գնում է ապրանք, դրա փոխարեն գալիս է արտարժույթ, մեր երկիր մտնում է փող, եւ մենք տեսնում ենք ակնհայտորեն ու հստակորեն, որ դրանք հիմնականում ջերմոցների, ինտենսիվ այգիների, ջերմատների ուրեմն արդյունքում է եւ դրանք էլ պետության կողմից աջակցվում են, ակնհայտորեն ստացվում է, որ մեր քաղաքականությունները բավականին արդյունավետ են։ Ինչ վերաբերում է աղետներին, պետությունը թե անցած, թե այս տարի աջակցել է գյուղատնտեսներին, սակայն ինստիտուցիոնալ լուծումն ըստ նախարարի ապահովագրությունն է եւ այժմ ուսումնասիրում են այդ առումով տարբեր երկրների փորձը։ Նախարարին հարցրեցին ղազախական ցորենի մասին։ Արդյոք գինը մրցակցային է եւ վերջապես առաջի խմբականակը երբ կհասնի Հայաստան։ Առաջիկա օրերին երկու կարևոր միջոցառում է տեղի ունենում, ձեր թույլտվությամբ այստեղից չասեմ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը այսուհետ ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստան ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը շատ տնտեսապես նպատակահարմար է, ընդ որում եւ Ղազախստանից եւ Ռուսաստանից եւ էապես եւ ղազախական ցորենի ինքնարժեքը եւ նաեւ ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է եւ թույլ տվեք, այսպես ասած, ինտրիգը մի քիչ պահել։ 2026-ին 15.4 միլիարդ դրամ նախատեսված է հատկացնել շրջակա միջավայրի նախարարությանը, ներկայացրեց նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Կարևոր իրադարձություններից մեկը COP17 համաժողովն է, որը նախատեսված է հոկտեմբերին։ Նախարարության ամենամեծ բյուջետային ծրագիրը անտառների կառավարումն է՝ 7 միլիարդ դրամ, այդ թվում էկոպարեկային ծառայությունը։ Ընթացքի մեջ են մի շարք բնապահպանական ծրագրեր։ Օրինակ, Քաջարանում կարգավորում է Գեղանուշ գետի հունը եւ ամրացում են հենապատերը, Կապանում իրականացում են Վաչական գետի հունի մաքրման աշխատանքները, իսկ Երևանում Նուբարաշենի խճուղու հատվածում ձևավորում է նոր անտառաշերտ։ Արդեն հաջորդ 2026 թվականին նախատեսում է մեկնարկել մի շարք նոր նախաձեռնություններ, մասնավորապես Կապան քաղաքում կիրականացվեն Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ, իսկ Երևանի նոր վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման եւ ոռոգման համակարգի ստեղծման ծրագիր։ Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին էլ կհատկացվի 467.7 միլիոն դրամ, կապահովի անհետացման եզրին գտնվող արժեքավոր ձկնատեսակների եւ Սևանի իշխանի երկու ենթատեսակների արհեստական վերարտադրությունը։ Նիկոլայ Ավետիսյան, Արամ Հարությունյան, լուրեր։